Ձեր քննարկմանն եմ ներկայացնում պետական գույքի կառավարման մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ իրականացնելու մասին փաթեթը, որն ուղղված է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի։ Առաջարկում ենք պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հաճախակի են արձանագրվում դեպքեր, երբ պետական մարմիններն ու կազմակերպությունները գույքը օգտագործում են ոչ արդյունավետ, որոշ դեպքերում մասնակի կան ընդհանրապես չօգտագործվող գույքային միավորներ։ Խնդրի լուծման համար առաջարկում ենք օրենսդրական նոր կարգավորում, ըստ որի պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ կառավարության սահմանած կարգով։ Վարձակալությունից ստացված վճարները ուղղվելու են պետական բյուջե։ Խնդրում եմ հաստատել։ Պարոն Խոդացյան, հիմա պետական մարմինները, որոնք պետական գույք օգտագործում են անհատույց, հիմա այսինքն մենք ձևակերպելու ենք դա որպես վարձակալություն, Ձևակերպելու ենք որպես այսինքն ըստ էության, բայց էլի մեկը գումարը տալու է պետական բյուջեն։ Մենք սա անում ենք ֆինանսական մեր հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու եւ կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այսինքն հիմա ենթադրում եմ կառավարության շենքն ենք վարձակալություն։ Այո, բոլոր գույքերը, պարոն վարչապետ, որոնք պետական ոչ առևտրային կազմակերպություններին են պատկանում, հիմնադրամներին կամ պետական մասնակցություն 100% մասնակցություն ունեցող ՓԲ-ներին, այո, կարևոր է ընդգծել, որ առաջարկող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում եւ վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեի կողմից։ Առաջարկվել է նախագիծը թափանցիկությունը բարձրացնելով պայմանավորված, նաև հանրային վերահսկողությունը բարձրացնելով պայմանավորված, պիտի ասեմ, որ միջազգային մի շարք երկրների փորձ են ուսումնասիրել մեր գործընկերները, այդ թվում Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, որտեղ համանման կարգով է ուրեմն կառավարվում պետական գույքը։ Հիմա լավ, ենթադրենք հիմա կառավարության շենքը վարձակալում ենք եւ վճարում ենք ում։ Վճարում ենք պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այո, վճարվում է մեծ հաշվով պետբյուջե։ Հիմա չենք վճարում ենք, դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում։ Ինչն է։ Վարչապետ, գույքը գնահատվում է, սա նաև լրացուցիչ ծախս է, ուրեմն գերատեսչության վրա առաջանում, նաև նպատակահարմարությունը հետագայում այդ գույքերի օգտագործման կորոշվի։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ են այնպիսի գույքերը, որոնք չեն օգտագործվում, մասնակի են օգտագործվում, մի որոշ ընթացք հետո նպատակահարմարությունը տվյալ գերատեսչության կողմից գույքի օգտագործման ավելի պարզ կլինի։ Այսինքն այնտեղ ֆիքսվելու ենք ինչ որ առումով գույքի քառակուսի մետրով եւ այլն տենց չափանիշներ ենք դնելու, որ հիմնարկների ղեկավարները իրանք ցերտին ասեն, բա մի րոպե ինչ ենք այսքան քառակուսու համար վճարում, եթե այդ քառակուսիները չենք օգտագործում, հետեւաբար այդ գույքերի օգտագործման նպատակայնությունը կմեծանա։ Դա մեր տրամաբանությունը։ Համեցիկ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, իրականում մի քանի նպատակ կարող է հետապնդվել այսպիսի որոշմամբ։ Առաջինը տեղեկատվության թափանցիկությունն է որոշում կայացնելու համար, որովհետեւ մենք բոլորս իմանանք, թե ցանկացած գերատեսչություն, որովհետեւ գույքի վարձակալությունը կամ զբաղեցումը նույնպես ծախս է, մենք իրականում ինչպիսի ծախսեր ենք անում, որովհետեւ այդ ծախսերը այսօր արտացոլված չեն մեր բյուջեում։ Երկրորդ նպատակը, որը կարող է այստեղ հետապնդվել, մենք երբեմն գույք ենք տրամադրում տարբեր հասարակական կազմակերպություններին կամ այլ կառույցներին, որպես օժանդակություն իրենց գործունեությանը, եւ այստեղ էլի այդ ծախսը որպես այդպեսին չի երևում։ Ես կարծում եմ, որ մենք այս թափանցիկությունը եւ մեր վարած քաղաքականությունը ավելի պարզ դարձնելու համար պետք է ուղղակի գույքագրենք եւ արձանագրենք եւ հաշվենք եւ այդ հաշված գումարը տրամադրենք հասկանալու համար այս կամ այն ծառայությունը, որը պետական կառավարման մարմինը մատուցում է, ինչ է արժենում մեզ համար եւ ըստ այդմ հետո արդյունավետության բարձրացման որոշումներ կայացնելու հիմք կհանդիսանա դա։
Շնորհակալ։